Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Կալիֆոռնիայի օրենսդիրները քննարկում են օրինագծեր, որոնք կարող են սահմանափակել տրանսգենդեր երեխաների մասնակցությունը աղջիկների սպորտին։ Միացյալ Նահանգները սխալ մամբարտակցել է պաշտպանված կարգավիճակ ունեցող անձի, Սպիտակ տունը պնդում է, որ նա MS-13 հանցախմբի անդամ է, բայց փաստաբաններն այլ տեսակետ ունեն։ Լոնգ Այլնդում հրդեհվել է կատուների ապաստարան, զոհվել է հիմնադիր Քրիստոֆեր Արսենոն ու առնվազն տասնյակ կատուներ։ Մի շարք նահանգներում սպասվում են վտանգավոր հեղեղներ և պտտահողմեր, ամենաբարձր ռիսկի տակ են Արքանզասը, Կենտուկին, Ինդիանան, Տեխասը, Մեմֆիսը և Չիկագոն։ Տեխասի Գարլենդ քաղաքի այգում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, ոստիկանությունը հետաքննում է դեպքը համագործակցելով FBI-ի հետ։ Բոստոնի Չայնաթաունում բեռնատար է բախվել շենքին, վերաերթի ենթարկելով հետիոտների, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Լիտվայում ավարտվել են մեկ շաբաթ անհետացած 4 ամերիկացի զինվորների որոնումները, նրանց բոլորի մարմինները հայտնաբերվել են, զոհերը մասնակցում էին ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Ներկայացուցիչների պալատում սկսվել են լսումներ Ջոն Քենեդու սպանության նոր գաղտնազերծված փաստաթղթերի հիմքով։ SpaceX-ը տիեզերք է ուղարկել 4 տիեզերագնացների, իրականացնելով առաջին բևեռային ուղեցրով թռիչքը։ Այս և այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնում այսօր քննարկվել են երկու օրինագծեր, որոնք միտված էին սահմանափակել տրանսգենդեր երեխաների և դեռահասների մասնակցությունը դպրոցական և համալսարանական աղջիկների սպորտին։ Առաջին օրինագիծը պահանջում էր, որ Կալիֆոռնիայի միջդպրոցական ֆեդերացիան արգելի այն աշակերտներին, ովքեր ծննդյան պահին նշված են որպես արական սեռ, մասնակցել աղջիկների մարզական մրցումներին։ Երկրորդ օրինագիծը նպատակ ուներ չեղարկել Կալիֆոռնիայում 2013-ից գործող օրենքը, որը թույլ է տալիս աշակերտներին մասնակցել այն սպորտային թիմերի մրցումներին, որոնք համապատասխանում են իրենց գենդերային ինքնությանը։ Օրենսդիրները մերժել են առաջարկները, պահելով Կալիֆոռնիայի գոյություն ունեցող օրենքները անփոփոխ։ Սա նշանակում է, որ տրանսգենդեր երեխաները կարող են շարունակել մասնակցել այն մարզական միջոցառումներին, որոնք համընկնում են իրենց գենդերային ինքնության հետ։ Թեև օրինագծերը մերժվել են, հանրապետականները խոստանում են շարունակել պայքարել պաշտպանելու, ինչպես իրենք են ձևակերպում, կանանց սպորտի հավասարությունը։ 24 նահանգներ արդեն իսկ ունեն օրենքներ, որոնք արգելում են տրանսգենդերներին մասնակցել կանանց սպորտային մրցումներին։ Դատարանները ժամանակավորապես կասեցրել են արգելքները Արիզոնայում, Այդահոյում և Յուտայում, Նյու Հեմփշիրում և Արևմտյան Վիրջինիայում ուսանողները հաղթել են դատական գործերում և թույլատվություն ստացել մասնակցելու մրցումներին։ Կրթության նախարար Լինդա Մակմահոնը անդրադարձել է Կալիֆոռնիայի օրինագծին, նամակ ուղարկելով Նյուսոմին և խնդրելով հստակեցնել իր դիրքորոշումը և աջակցել օրինագծին, որը կչեղարկի 2013-ի օրենքը։ Արտահայտվեք ձեր համոզմունքների մասին, պաշտպանեք կանանց տարածքները, մի խրախուսեք երեխաներին սեռական անդառնալի բուժում անցնել, տեղեկացրեք ծնողներին, գրել է նա։ Կրթության նախարարությունը նաև հայտարարել է, որ սկսում է հետաքննություն նահանգի կրթության վարչության նկատմամբ կապված օրենքի հետ, որը արգելում է դպրոցներին ծնողներին տեղեկացնել, եթե աշակերտը փոխում է գենդերային ինքնությունը դպրոցում։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես ճանաչել է, որ սխալ մամբարտակցել է Մերիլենդում ապրող մեկին, որն ուներ օրինական պաշտպանված կարգավիճակ, սակայն վարչակազմը դեմ է արտահայտվում նրան ԱՄՆ վերադարձնելուն, հղում անելով ենթադրյալ հանցախմբի կապերին։ Միացյալ Նահանգների ներգաղթի և մաքսային ծառայության ICE պաշտոնյաները դատարանին ներկայացված փաստաթղթում խոստովանել են, որ արտաքսումն իրականացվել է վարչական սխալի արդյունքում։ 29-ամյա Կիլմար Արմանդո Աբրեգո Գարսիան ձերբակալվել է մարտի 12-ին։ Այնուհետև նրան ուղարկել են Էլ Սալվադորում հայտնի ահաբեկչության մեկուսացման կենտրոնի բանտը, չնայած այն հանգամանքին, որ 2019-ին ներգաղթի դատավորը որոշել էր նրան չարտաքսել Էլ Սալվադոր, ճանաչելով, որ ավելի հավանական է, քան ոչ, որ նա կդառնա հանցախմբերի կողմից հետապնդման զոհ։ Վարչակազմը սակայն պնդում է հակառակը, որ նրա հանցախմբի հետ կապերը հաստատվել են 2019 թվականի լսման ժամանակ և ուժի մեջ են մնացել ներգաղթի բողոքարկումների խորհրդի կողմից։ Այսօր այս թեմայի մանրամասներից է խոսել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Վարչակազմը լիարժեք վստահություն է հայտնել Էլ Սալվադոր կատարված արտաքսման բոլոր թռիչքների նկատմամբ, բայց հիմա, երբ վարչակազմը ընդունել է, որ սալվադորցի մի քաղաքացու դեպքում սխալ է տեղի ունեցել, արդյոք որևէ վերանայում կանցկացվի, և ինչ կարծիք ունի նախագահը սխալի մասին, որը հրապարակվեց դատարանում երեկ երեկոյան։
Well, first of all, the error Նախ եւ առաջ այն սխալը, որի մասին դուք խոսում եք, եղել է գրասենյակային վարչական սխալ։ Վարչակազմը շարունակում է պնդել, որ արտաքսված անձը, որը վերադարձել է Էլ Սալվադոր եւ չի վերադառնա մեր երկիր, հանդիսանում է դաժան ու անմարդկային MS-13 հանցախմբի անդամ։ Սա առաջին փաստն է։ Երկրորդ փաստն այն է, որ մենք ունենք հավաստի հետախուզական տվյալներ, որոնք ապացուցում են, որ այդ մարդը ներգրաված է եղել մարդկանց առևտրի թրաֆիքինգի մեջ։ Երրորդ փաստն այն է, որ այս անձը ոչ միայն անդամ է եղել MS-13 հանցախմբի, այլև եղել է նրա ղեկավարներից մեկը։ Նախագահը այդ հանցախմբին ճանաչել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Չորրորդ փաստը՝ օտարերկրյա ահաբեկիչները այլևս չունեն իրավական պաշտպանություն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ նախագահն ունի գործադիր լիազորություններ այս սարսափելի հանցագործներին արտաքսելու մեր համայնքներից։ Դա խոստում էր, որի վրա նա քարոզարշավ էր կառուցել, եւ այժմ նա այն կատարում է։ Այս սենյակում նստած յուրաքանչյուր մարդ պետք է գնահատի դա, հատկապես հաշվի առնելով, որ MS-13 խմբավորումը շատ ակտիվ է այստեղ Կոլումբիայի շրջանում, Մերիլենդում եւ Վիրջինիայում։ Նախագահ արտահայտության նախարարը ու բոլոր ներգրաված պաշտոնյաները կենտրոնացած են այս հանցագործների եւ ահաբեկիչների լիարժեք վերացման վրա մեր համայնքներից։ Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Լոնգ Այլնդի կատուների ապաստարանում, ինչի արդյունքում հիմնադիր 65-ամյա Քրիստոֆեր Արսենոն մահացել է։ Ապաստարանում ապրող մոտ 150 կատու կարողացել են փրկվել։ Որոշ կենդանիներ ստացել են այրվածքներ կամ տուժել ծխից, կան նաև ամբողջությամբ այրված կատուներ։ Ըստ ապաստարանի պաշտոնական կայքի Արսենոն Happy Cat-ը հիմնադրել է 2006 թվականին իր 24-ամյա որդու Էրիկի մոտոցիկլետային վթարի հետևանքով մահից հետո։ Օթերևութաբանները նախազգուշացնում են վտանգավոր հորդառա թեղեղների եւ ուժեղ պտտահողմերի մասին, քանի որ նոր ուժգին փոթորիկներ են սպասվում Միջին Արևմուտքում եւ Հարավային նահանգներում։ Եղանակային կանխատեսումների կենտրոնի տվյալներով սպասվող մրրիկային համակարգը, որը սկսվում է չորեքշաբթի օրվանից, կարող է առաջացնել լուրջ կյանքի համար վտանգավոր հեղեղումներ։ Սպասվում է, որ այսօրվանից արդեն սկսած Տեխասի, Միսիսիպիի, Ստորին հովտի եւ Օհայոյի հովտի որոշ հատվածներում տեղի կունենան հորդառա տանձրևներ ուղեկցվող փոթորիկներով։ Ամենաբարձր վտանգի գոտում են Արքանզասի, Արևմտյան Թենեսի, Արևմտյան Քենթուկի եւ Հարավային Ինդիանայի շրջանները։ Երեքշաբթի երեկոյան եւ գիշերը Օքլահոմայում, Կանզասում եւ Միսուրիում սպասվում են ուժգին մրրիկներ եւ մինչեւ 5 սանտիմետր տրամագծով կարկուտ։ Ամենաբարձր վտանգի գոտում են Օքլահոմա Սիթին, ինչպես նաեւ Կանզասի, Ուիչիտա եւ Տոպեկա քաղաքները։ Կարկուտի վտանգը սպասվում է Ֆորտ Ուորթից մինչեւ Կանզաս Սիթի։ Չորեքշաբթի Տեխասի հյուսիս-արևելքից մինչեւ Միչիգան տարածքները կարող են բախվել ուժեղ քամիների եւ պտտահողմերի։ Ամենաբարձր վտանգի տակ են Չիկագոն, Ինդիանապոլիսը, Սենթ Լուիսը եւ Մեմֆիսը։ Վտանգի տակ են նաեւ Դալասը, Դեթրոյթը, Միլոուքին եւ Նեշվիլը։ Տեխասի Գարլենդ քաղաքում իշխանությունները հետաքննում են ինքնաշեն պայթուցիկ սարքերի դեպքը, որոնք հայտնաբերվել են այգու մոտ։ Գարլանդը գտնվում է Դալասից մոտ 20 մղոն հեռավորության վրա։ Ոստիկանության տվյալներով քաղաքացիական անձն է հայտնել կասկածելի իրերի մասին, որոնք նկատել է Ուին այգում։ Ոստիկաններն այնտեղ հայտնաբերել են բացված ճամպրուկ, որի մեջ եղել են ենթադրյալ ինքնաշեն պայթուցիկ սարքերը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության եւ հետաքննությունների դաշնային բյուրոյի FBI պայթուցիկ նյութերի մասնագետները։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տարածքում կան նաեւ մի քանի այլ ինքնաշեն սարքեր։ Ոստիկանությունը ներկայումս որոնում է կասկածյալների ու վարում հետաքննություն։ Այսօր կեսօրին Բոստոնի Չայնաթաուն թաղամասում տեղի է ունեցել խոշոր վթար, բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շենքի պատին ու մի քանի սյան, ապա վրա երթի ենթարկել հետիոտների։ Բոստոնի շտապ օգնությունը հայտնել է, որ 6 մարդ է վիրավորվել, որոնցից 4-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Դրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս 2 տուժածներին տեղում է առաջին բուժօգնությունը ցուցաբերվել։ Բոստոնի հրշեջ ծառայության փոխանցման բեռնատարը սեղմվել է շենքի եւ սյան միջև, իսկ վարորդը մնացել էր արգելափակված։ Ոստիկանությունը դեռևս չի հրապարակել վարորդի անունը եւ չի պարզաբանել վթարի պատճառները։ Միացյալ Նահանգների բանակի բոլոր 4 զինվորների մարմինները հայտնաբերված են։ Մեկ շաբաթ առաջ Լիտվայում ուսումնական վարժակի ժամանակ անհետացած զինվորականներից 3-ի մարմինը հայտնաբերել էին 3, իսկ այսօր գտել են նաև 4-ին։ Շնորհիվ հարյուրավոր փրկարարների որոնողական աշխատանքների, որոնք իրականացվել են ԱՄՆ բանակի, ԱՄՆ նավատորմի, Լիտվայի զինված ուժերի, Լեհաստանի զինված ուժերի, Էստոնիայի զինված ուժերի, ինչպես նաև Լիտվայի կառավարության եւ քաղաքացիական կառույցների մասնակցությամբ մենք վերջապես գտել ենք նրանց, նշվում է Պենտագոնի հայտարարության մեջ։ Զինվորները Ջորջիայի Ֆորտ Ստյուարտ քաղաքում տեղակայված 3-րդ հետևակային դիվիզիայի առաջին բրիգադից էին։ Զինվորները մարտի 25-ին Պեբրադեի ուսումնական տարածքում Բելարուսի սահմանի մոտ մասնակցելով մարտավարական վարժանքների անհետացել էին։
Ջոն Քենեդու սպանության թեման կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Այսօր ներկայացուցիչների պալատում մեկնարկել է լսումներ, որտեղ մի խումբ վկաներ հայտնում են իրենց տեսակետները վերջերս հրապարակված փաստաթղթերի վերաբերյալ։ Այս փաստաթղթերը վերաբերում են Ամերիկայի պատմության մեջ ամենաշոկային դեպքերից մեկին՝ 1963 թվականի նախագահ Քենեդու սպանությանը։ Վկաների թվում է նաև հանրահայտ ռեժիսոր Օլիվեր Սթոունը, որի 1991 թվականի JFK ֆիլմը ենթադրում էր, որ սպանությունը կատարվել է պետական բարձր մակարդակների դավադրության արդյունքում։ Լսումները նախաձեռնել են Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Աննա Պաուլինա Լունան Ֆլորիդայից։ Նա նախագահում է դաշնային գործերի գաղտնազերծված հարցերով հատուկ հանձնախումբը։ Ըստ նրա, լսումների նպատակն է պարզել, թե ինչ արժեք ունեն ազգային արխիվների կողմից հրապարակված փաստաթղթերը, որոնք վերաբերում են Քենեդու սպանությանը։ Չնայած բացված փաստաթղթերի հոսքին որևէ նոր տվյալ չի հերքել այն հիմնական վարկածը, ըստ որի Լի Հարվի Օսվալդը գործել է միայնակ։ Այլ վկաների թվում են գրող Ջեֆերսոն Մորլին, ինչպես նաև Ջեյմս Դիեուջենիոն, JFK սպանությունը գրքի հեղինակը։ Արդարադատության նախարարությունը դեռևս քննարկում է լրացուցիչ մոտ 80,000 էջի հրապարակման հնարավորությունը։ Պատմաբան Էլիս Ջորջի կարծիքով դրանք դժվար թե հանգեցնեն նոր ցնցող բացահայտումների։ 5, 4, 3, 2, 1, ignition and lift off. Ֆլորիդայից ուշ երեկոյան մեկնարկել է SpaceX-ի տիեզերանավը իր հետ տանելով 4 միջազգային տիեզերագնացների, ովքեր իրականացնում են պատմական առաքելություն առաջին անգամ մոլորակը շրջանցելով բևեռային ուղեծրով։ Frame 2 առաքելությունը ֆինանսավորվում եւ ղեկավարվում է կրիպտոարժույթներով միլիարդատեր Ջոն Վոնի կողմից։ Այն հիշեցնում է ավելի վաղ իրականացված Inspiration 4 եւ Polaris Dawn առաքելությունները, որոնք կազմակերպվել են մեկ այլ միլիարդատեր Ջարետ Այզեքմանի նախաձեռնությամբ։ Frame 2-ն չի միանալու միջազգային տիեզերակայանին, փոխարեն անձնակազմը 3-ից 5 օր անցկացնելու է ցածր երկրային ուղեծրում, դառնալով առաջին մարդկային առաքելությունը, որը մոլորակը շրջանցում է բևեռային ուղեծրով հյուսիսային բևեռից դեպի հարավային։ Առաքելության ընթացքում իրականացվելու է 22 գիտական փորձարկում, ուսումնասիրելով միկրոզանգվածության ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, ներառյալ առաջին ռենտգեն պատկերները տիեզերքում, սննդամթերքի, մասնավորապես սնկերի աճի հնարավորությունը տիեզերքում, ոսկրային եւ մկանային զանգվածի պահպանում արյան հոսքի սահմանափակման մեթոդով։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։